Եթե ես համեմատեմ օրինակի համար 40 տարեկան կնոջը եւ 60 տարեկան տղամարդուն, ես միանշանակ կարող եմ ասել, որ պտղաբերության իմաստով երեխա ունենալու հավանականությամբ 60 տարեկան տղամարդը շատ ավելի լավ իրավիճակում է գտնվում։ Այո։ Ընդ որում ստեղ ինչն է շատ խաբուսիկ։ Կինը գալիս է, ինքը շատ հաճախ դրա մասին չի էլ կասկածում, որտեվ ասում է, գիտեք, ես ամեն ամիս նորմալ դաշտանային ցիկլ եմ տեսնում։ Իմ մոտ ամեն ինչ նորմալ է, ինչ եք խոսում, որ ես չեմ կարող երեխա ունենալ։ Ինչ եք խոսում, ես գնացել եմ սոնոգրաֆիայի, այնտեղ նայել են ձվաների վրա ֆոլիկուլը զարգանում է, բան, ձվազատում։ Մենք հո ձվազատում, մենք հո ձվաբջիջը չենք տեսնում, դա շատ փոքր է։ Եվ շատ հաճախ, կոպիտ բացատրեմ, այո, այդ պայթող ֆոլիկուլի մեջ դա դատարկ է, ոչինչ չկա, վերջացել է, պաշարը վերջացել է։ Եվ երբ որ գալիս են 43-44 տարեկանում, երջանիկ զույգը նոր ամուսնացել է, ընտանիք է կազմել, եկել ասում է, մենք երեխա ենք ուզում, ու դու սկսում ես նման բաներ բացատրել, դառնում ես իրենց թշնամին։